Ակտոր TV-ին Իջևանի համայնքապետից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր այցելության օրը Ճաղարյանն արձակուրդում էր, համայնքապետարանն էլ խուսափեց գնման պայմանագրերում շահերի բախման իրավիճակի մասով մեկնաբանություն տալ։ Ավելի ուշ խոսեցինք համայնքապետարանի իրավախորհրդատու Սուսաննա Սիրադեղյանի հետ, որն ասաց, թե պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախման մասին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարություն չներկայացնելը վրիպակ է եղել։ Սովորաբար գնումների մասին օրենքով գնումների տեսությունն է կատարում այդ բոլոր գործարքները։ Համայնքի ղեկավարն իհարկե վերահսկում է, փաստաթղթերն ինքն է ստորագրում, բայց կոնկրետ կատարվում է գնումների տեսուչի կողմից։ Ու համայնքի ղեկավարը ենթադրենք չէր կարող այդ ծանրաբեռնվածության հետ ամեն րոպե հարցներ հաշվետվություն ուղարկեցիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թե ոչ։ Գնումների տեսուչն էլ ծանրաբեռնվածության ոնց որ պատճառով վրիպել է այդ պահը ու բաց է մնացել դա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է լրատվամիջոցի հրապարակումը, որի շրջանակում համայնքապետը դիրքորոշում է ներկայացրել։ Հանձնաժողովին ներկայացրած պատասխանում Արթուր Ճաղարյանը նշել է, թե իր կնքած պայմանագրերը թեև կարող էին հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, իրականում նման հետևանքներ չեն առաջացրել։ Համայնքապետը ընդունել է, որ պարտավոր էր հետևել շահերի բախման կարգավորումների պահպանմանը եւ գրավոր հայտարարություն ներկայացնել հանձնաժողովին, սակայն ըստ Ճաղարյանի վրիպել է եւ դիտավորություն չի հետապնդել։ Նա հանձնաժողովին խնդրել է վարչական վարույթով պատասխանատվության չենթարկել իրեն։ Հանձնաժողովն էլ արձանագրել է, որ Ճաղարյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։